Սա Անահիտ Ավանեսյանն է, առողջապահության այն նախարարը, որը մի քանի միլիոն պարգևավճար ստանալուց հետո հպարտորեն քայլում է հիվանդանոցի տարածքում եւ ժպտում պարգևավճար չստացած բժիշկներին։ Տիկին Ավանեսյանը հայտարարագրման ենթակա սուբյեկտ է, ես իմ բոլոր մուտքերը եւ ելքերը հայտարարագրում եմ, այո, պետական մարմինների աշխատողները, ինչպես մասնավոր հատվածի, պետք է ունենան աշխատավարձ, որպիսի մենք լավ մասնագետներ ունենանք։ Նախարարի կողքին կանգնածը այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն է։ Խոսում է բժշկի առաքելության եւ կյանքեր փրկելու մասին, բայց ես չեմ ստացել։ Մեր հիվանդանոցի բժիշկները չեն ստացել։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, ինքն է որոշել, որ պաշտոնյաները 3.5 միլիարդ դրամի պարգևավճար ստանան պետական բյուջեից։ Մեզ պետք է որ պաշտոնյան գերկենտրոնացած լինի իր խնդրի վրա եւ որը մինիմալ բան նրան շեղի իր աշխատանքից եւ սա շատ կարեւոր որոշում է եւ ես ուրախ եմ որ այդ որոշումը կայացրել ենք մենք միասին եւ այո ես եմ կայացրել։ Փաստորեն Փաշինյանի Հայաստանում գերկենտրոնացված պետք է լինեն միայն պաշտոնյաները, միայն նրանք այլ խնդրի վրա չպետք է շեղվեն, իսկ քաղաքացին բժիշկներն արժանի են պարգևավճարների եւ պարգևատրումների էլ։ Իսկ Անահիտ Ավանեսյանի հարցում ըստ ինձ չէ, բայց ըստ իրանց հայացողության իրանց թվում է իրանք արժանի են։